Տիկին նախարար, հարցազրույցը սկսենք թերևս հանրության ամենահուզող թեմաներից մեկով Եվրամիություն, Հայաստան վիզաների ազատականացում, այս մասին վերջին շրջանում պարբերաբար եք խոսում եւ ես երեկ տեսա, որ Եվրոպական հանձնաժողովը այդ իմաստով գործընթացի հետ կապված առաջին զեկույցն է փոխանցել Հայաստանին։ Ընդհանուր առմամբ կուզենամ հիմա նշեք, թե ինչ փուլում է գործընթացը, ուր է շարժվում, դրական դինամիկան ակնհայտ է, բայց նաեւ որոշակիորեն, եթե հնարավոր է, նաեւ ժամկետների մասին խոսենք, թե ինչ ժամկետներում եք պատկերացնում գործընթացի ավարտը նաև։ Եվրոպական միության հետ պիտի փաստեմ, որ բավական սերտ գործընկերություն ունենք այս պահին եւ Հայաստանը նորից եմ ուզում շեշտել, կարծում եմ դա միայն ու միայն դրական միտք է, որ միակ պետությունն է աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցով։ Ինչու է սա կարևոր հատկապես, որովհետեւ միգրացիոն տարբեր ռիսկեր կան, անվտանգային տարբեր ռիսկեր կան, եւ երբ որ Եվրոպական միությունը մտնում է ակտիվ երկխոսության մեջ, սա նշանակում է, որ ԵՄ գործընկերները գնահատել են, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն այնպիսինն է, որ կարելի է թույլ տալ մտնել ակտիվ երկխոսության մեջ եւ բնականաբար մտքում ունենալով այն, որ տրամաբանորեն պիտի հասնենք առանց վիզայի Եվրոպական միության տարածք մուտք գործելու մեր նպատակին, ազատ տեղաշարժի նպատակին։ Մենք 2024 թվականի սեպտեմբերի 9-ին սկսեցինք մեկնարկեցինք երկխոսությունը Եվրոպական միության հետ եւ դրանից հետո ռեկորդային սեմ ժամկետում Հայաստանը ստացավ գործողությունների ծրագիրը։ Ես ուզում եմ մի քանի կարևոր արձանագրում անել այս ամբողջ process-ի տեսանկյունից։ Առաջին կարևոր փաստն այն է, որ երբեք Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև այսչափ սերտ հարաբերություններ ձևավորված չեն եղել։ Երկրորդը այն է, որ այս հարաբերությունների համատեքստում մենք ռեկորդային սեմ ժամկետում ստացել են գործողությունների ծրագիրը։ Երրորդ կարևոր հանգամանքը փաստը, թե կուզեք այսպես ձևակերպեմ, այն է, որ մենք ստացել ենք այնպիսի գործողությունների ծրագիր, որը լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգին։ Այսինքն մենք չենք ստացել այնպիսի գործողություն, որը պարտադրված է Եվրոպական միության կողմից եւ չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության ռեֆորմային օրակարգից կամ Հայաստանի Հանրապետության շահերից։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետեւ եթե մենք չունենայինք այս ներդաշնակությունը գործողությունների ծրագրի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության միջև, մենք ուղղակի ժամկետների առումով չէինք հավակնի նշելու այնպիսի սեմ ժամկետներ, որոնք որ մենք այլ հավասար պայմաններում ուղղակի չէինք բարձրացային։ Սա է պատճառը, որ ես անընդհատ նշում եմ, որ մենք իրականում շատ սեմ ժամկետում ենք հասել այս կարևոր կետին, որը պիտի մեզ թույլ տա ել ավելի սեմ ժամկետում շարունակելու հետագա process-ները։ Իհարկե անշնորհակալ գործ է նշելու որոշակի ժամկետ, որովհետև ի վերջո եվրոպական կողմն է որոշում կայացնում այս տեսանկյունից, բայց մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ 2 առավելագույնի 3 տարվա կտրվածքով երկխոսության մեկնարկից ի վեր պիտի կարողանանք հանգուցալուծել այս ամբողջ process-ը։ Ես շատ իրատեսական եմ համարում այս գործընթացը։ Գործողությունների ծրագրում կան այնպիսի միջոցառումներ, որոնք եթե Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգում չլինեին, այո, նույնիսկ 5, 6, 7 տարի կարող էին պահանջվել այդ միջոցառումները կատարելու տեսանկյունից։ Օրինակ, կենսաչափական համակարգը։ Եթե մենք միայն նոր սկսեինք խոսել կենսաչափական համակարգի ներդրման մասին, վստահեցնում եմ, որ իմ նշած ժամկետներն ուղղակի հարիր չէին լինի այս ամբողջ process-ին, բայց նույն առաջընթացի զեկույցում Եվրոպական միությունը նշում է, որ Հայաստանը առաջանցիկ տեմպեր ունի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ, այսինքն արել ենք նույնիսկ ավելին, քան այս փուլում եվրոպացի գործընկերները ակնկալել են Հայաստանի Հանրապետությունից։ Եվ այսպես շարունակ, եւ որպես հայկական կողմի գլխավոր բանակցող ես պարբերաբար նշում եմ, որ մենք շարունակելու ենք հայկական կողմից բոլոր գործողությունների կատարումը պատշաճ ժամկետներում եւ տրամաբանությամբ եւ մենք հետեւողականորեն շարունակելու ենք այս աշխատանքը, որպեսզի օր առաջ հասնենք նրան, որ մեր քաղաքացիները կարողանան առանց վիզայի ազատ տեղաշարժ ունենալ Եվրոպական միության տարածքում։ Եվ որպեսզի ազատ վիզային ռեժիմի կտորով պարզ լինի ինչի մասին է խոսքը, ես ուզում եմ հստակեցնել մեր քաղաքացիների համար, որ սա վերաբերելու է կարճաժամկետ ճամփորդություններին, գործնական, ընտանեկան, զբոսաշրջային այցելություններին Եվրոպական միություն եւ այլևս ազատականացումից հետո մեր քաղաքացիները ստիպված չեն լինելու անընդհատ վարչարարական բարդություններով տարբեր փաստաթղթեր հավաքելու, դեսպանատներում հերթերի հետ կապված հարցերից դժգոհելու եւ այսպես շարունակ։ Կնշանակի, որ կարող են նույն օրն անգամ տոմսը ձեռք բերել եւ մեկնել Շենգենյան գոտու տարբեր պետություններ։ Դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ ազատ կարող են արդեն տեղաշարժվել եվրոպական տարբեր երկրներում, այստեղ էլ ընկալումը հիմնականում վիզաների ազատականացման հետ տիկին նախարար այն է, որ
ազատ պարզապես ճամփորդում ես Եվրոպայի տարածքում, բայց նաև մատնանշեցիք ռիսկերը անվտանգային եւ միգրացիոն ռիսկերը, արդյոք հաշվարկված են երկու կողմից մանրամասն այդ ռիսկերը եւ արդյոք նաև սա խոսում է վստահության մասին երկու կողմերի միջև, դուք էլ նշեցիք, որ Եվրոպական միությունը արդեն հաշվարկում է այդ ամենը եւ դրանով պայմանավորված նաև գործընթացն է առաջ շարժվում։ Միանշանակ երկու կողմերը պիտի շատ լավ հաշվարկեն իրենց բոլոր ռիսկերը եւ իրենց բոլոր առավելությունները։ Եվ երկու կողմերը հաշվարկել են դա։ Եվ բնական է, որ այս պայմաններում, երբ որ մենք խոսում ենք երկխոսության մեկնարկի մասին, դրանից հետո գործողությունների ծրագրի ստացման մասին եւ այնուհետեւ առաջընթացի զեկույցի մասին, սա նշանակում է, որ երկու կողմերը վստահության բարձր մակարդակ ունեն եւ փաստում են, որ սա որևէ ձևով որևէ վնաս չի հասցնելու Հայաստանի Հանրապետությանը կամ Եվրոպական միությանը եւ տարբեր ռիսկեր չի գեներացնելու։ Հակառակը, process-ն այնպես է գծագրված, որ մենք առաջին հերթին եվրոպական բարձր ստանդարտին համապատասխան ինստիտուցիոնալ լուծումներ ենք ունենալու Հայաստանի Հանրապետությունում, բարելավելով մեր քաղաքացու կյանքի որակը, եւ երկրորդը կարողանալու ենք ազատ շփման հնարավորություններ տալ մեր քաղաքացիներին, ամրապնդելով Եվրոպական միության անդամ պետությունների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կայուն կապերը, շփումները, որոնք կրթության, զբոսաշրջության, տարբեր էլեմենտներով հարուստ կլինեն այս տեսանկյունից, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացու առաջնային օգուտը այն է լինելու, որ ի վերջո արժանապատիվ ճամփորդության իրավունք են երաշխավորելու մեր քաղաքացիների համար։ Իսկ դա չի կարող նպաստել որոշակիորեն նաև արտագաղթին, այդ ռիսկը հաշվարկած է։ Տեսեք, դա ստանդարտ մանիպուլատիվ փաստարկն է, որը որ պարբերաբար հնչում է մեր հանրային տիրույթում, բայց ես ուզում եմ առաջին հերթին նախ արձանագրել, որ անկախ ՀՀ-ԵՄ հարաբերություններից առաջին տարին է 2025 թվականը անկախությունից ի վեր, երբ որ մենք արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միգրացիոն դրական սալդո։ Այսինքն, մեր քաղաքացիներն ավելի շատ են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, քան լքել են Հայաստանի Հանրապետության տարածքը։ 8660 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ավելի շատ է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Հետևաբար խոսել արտագաղթի պայմանների մասին, անկախ վիզաների ազատականացումից մենք ուղղակի չենք կարող, որովհետև արդեն իսկ արձանագրում ենք ներգաղթ եւ պիտի խնամքով այս միտումները պահպանենք։ Սա կարևոր ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև այստեղ մի քանի հիմնական պատճառներ են, որոնք որ նպաստել են այս դրական սալդոին, նախ հաստատված խաղաղությունը։ Ամենակարևորը։ Սա կարևոր կոմպոնենտ է, որը որ ստիպել է մեր քաղաքացիներին ի վերջո գալ, մնալ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունն իրենց համար դարձնել որպես գրավիչ հանգրվան կետ, որտեղ որ կարելի է մնալ եւ իրենց կյանքը կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Երկրորդը ռեֆորմային տարբեր փոփոխություններ են, որոնք որ տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Նկատի ունեմ տնտեսությունը, նկատի ունեմ զբոսաշրջությունը, նկատի ունեմ նույն ներքին անվտանգության ոլորտը, պաշտպանության բնագավառը եւ այսպես շարունակ։ Այսինքն ոլորտային բարեփոխումները եւս նպաստում են, որ վստահությունը դեպի Հայաստանի Հանրապետություն ավելի ամրապնդվի եւ մեր քաղաքացիներն ավելի շատ այցելեն Հայաստան եւ մնան նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն սա առաջին փաստն է, որը ես ուզում եմ արձանագրել անկախ վիզաների ազատականացման խոսակցության թեմայից, բայց երբ որ մենք արձանագրում ենք իրականում այսպիսի տեմպեր, սա մեզ համար ել ավելի մեծ վստահություն է երաշխավորում, որ ավելի վստահ խոսենք եվրոպացի գործընկերների հետ, պնդելով, որ որևէ ձևով ազատ վիզային ռեժիմը չի կարող միգրացիոն տարբեր ռիսկեր գեներացնել եվրոպացի գործընկերների համար, եւ իրենք եւս հավաստիացել են սրանում։ Ինչու՞, որովհետեւ նախ մեկնարկել է երկխոսությունը, ստացել են ամբողջ տրամաբանական փաստաթղթերը, որոնք որ պիտի ստանան, եւ երկրորդը ռեադմիսիոն process-ում մենք շատ ակտիվ համագործակցում ենք գործընկերների հետ։ Այսինքն, եթե Շենգենյան գոտու տարածքում հայտնվում են անկանոն միգրացիոն հոսքերի արդյունքում քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Եվրոպական միության տարածքում, մենք միանգամից արձանագրում ենք այդ դեպքերը, արձագանքում ենք գործընկերների հայտերին եւ ունենք 90%-ից ավելի դրական հայտեր եւ սա նաեւ եվրոպացի գործընկերների մոտ վստահություն է ձևավորել, կարող եմ շատ հանգիստ արձանագրել սա, որ եթե որևէ քաղաքացի անկանոն միգրացիոն հոսքի արդյունքում հայտնվի Եվրոպական միության տարածքում, ապա Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է հետ ընդունել իր քաղաքացուն։ Սա կարևոր արձանագրում է եւ հենց այսպիսի քայլերն են, որ թույլ են տվել մեր եվրոպացի գործընկերներին արձանագրելու, որ Հայաստանի Հանրապետության դեպքում արտագաղթի ռիսկեր չկան, որովհետեւ կա ներգաղթ եւ երկրորդը Հայաստանի Հանրապետությունը ցանկացած անկանոն միգրացիոն հոսքին ճիշտ եւ գրագետ արձագանք է տալու։
Հարցը կարող է աբսուրդային թվալ, բայց գործընթացը անշրջելի է, տիկին նախարար, նկատի ունեմ, օրինակ ուժեր կան, արխիվում ընտրություններ են, ուժեր կան, որոնց համար առաջնահերթություն չէ Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորումը, վիզաների ազատականացումը։ Մենք կարող ենք ենթադրել, որ այդ ուժերը գալով կարող են հետ քայլ ապահովել։ Քաղաքական կամք այնուամենայնիվ եւ այսպես ասած նաեւ ջանք պահանջվում է այս գործընթացի համար։ Թե գործընթացը արդեն այնքան կայացած է, որ իր հունով գնալու է։ Գիտեք, քաղաքական կամքը ամենակարևոր բաղադրիչն է այս ամբողջ գործընթացում, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը չունենար քաղաքական հանձնառություն, նախ սկսելու երկխոսությունը եւ երկրորդ ապահովելու գործողությունների ծրագրում ներառված բոլոր միջոցառումները, մենք ուղղակի չէինք կարող խոսել այս թեմայի մասին եւ չէինք կարող ռեկորդային կարճ ժամկետում ստանալ գործողությունների ծրագիրը, մի բան էլ խոսել դրական առաջընթացի մասին։ Հետևաբար քաղաքական հանձնառությունը չափազանց կարևորում է, ընդ որում տարբեր քաղաքական ուժերի մասին խոսեցիք, ես այստեղ ուզում եմ հստակ արձանագրել, որ տարբեր քաղաքական ուժեր անդադ տարբեր մտքեր են հնչեցնում հատկապես Եվրոպական միության մասով, վիզաների ազատականացման մասով, որոնք իրար շատ հակասում են։ Այսինքն խոսել վիզաների ազատականացման մասին, բայց օրինակ դեմ լինել որևէ գործողության կատարմանը, որը որ նպաստում է վիզաների ազատականացմանը, դա ուղղակի իրար հակասող պնդումների շարքից է։ Ներողություն եմ խնդրում, ուժեր էլ կան, որ ասում են մենք կգանք եւ կսկսենք գործընթացը երկխոսություն առանց իմանալու, որ գործընթաց եւ երկխոսություն արդեն կա։ Վստահաբար կամ ուժեր կան, որոնք որ դժգոհում են բանակցությունների տեմպից, մտածում են, որ ավելի սեմ ժամկետում կկարողանան ստանալ գործողությունների ծրագիրը կամ առաջընթացի զեկույցը, չնկատելով, որ Հայաստանի Հանրապետությունը ռեկորդային սեմ ժամկետում արդեն սկսել է երկխոսությունը, ստացել է գործողությունների ծրագիրը, առաջին զեկույցը կա, ընդ որում առաջանցիկ տեմպեր են արձանագրված։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պահին ոչ թե խոսում է, այլ գործում է վիզաների ազատականացման շրջանակներում եւ մեր քայլերի վառ վկայությունն է հենց այն կետը, որն այս պայծրությամբ կա, այո, այս պայծրությամբ մեր կառավարության համար սա անշրջելի կետ է, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ մենք պիտի հետևողականորեն այս նույն գծով գնանք առաջ, այլ հավասար պայմաններում շատ հեշտ է ուղղակի տարբեր ռիսկեր գեներացնել եւ միանգամից մտահոգություններ առաջացնել մեր եվրոպացի գործընկերների մոտ։ Հաջորդ հարցը ինչը կրկին շատ քաղաքականացվեց եւ հիմնականում այդ համատեքստում է քննարկվում նոր անձնագրերի, կենսաչափական անձնագրերի մասին է խոսքը, տիկին նախարար, ինչով են նախ դրանք տարբերվում հնով, արդյոք նաեւ գործընթացի հետ կապ ունի, որ գնում եք նման փոփոխության, ինչ է լինելու հին անձնագրերի հետ, մի շարք հարցեր կան եւ ինչով է պայմանավորված նաեւ գույնը, հատկապես գույնը շատ քննարկվեց, այստեղ թուրքական անձնագրերի հետ զուգահեռներ տարան եւ կրկին այդ քաղաքական խոսույթը, որ տեսեք, այս իշխանությունը ձեզ տանում է թրքացման, նախ հասկանանք ինչի մասին են այս շահարկումները եւ ինչ է իրականում տեղի ունեն։ Տեսեք, առհասարակ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ռեֆորմները ես ուզում եմ տարանջատել վիզաների ազատականացման թեմայից, որովհետև մենք առաջին հերթին ռեֆորմ անում ենք մեր քաղաքացու համար, մեր քաղաքացու կյանքի որակը բարելավելու համար, արժանապատիվ ճամփորդություն երաշխավորելու համար եւ որ ամենակարևորներից է նաեւ անձի ինքնությունը ավելի բարձր ստանդարտով երաշխավորելու համար։ Եվ բնականաբար սա կնպաստի վիզաների ազատականացմանը, որովհետև նույն գործողությունների ծրագիրը եթե նայենք, կարևոր բաղադրիչներից մեկը հենց կենսաչափական փաստաթղթերն են, կենսաչափական համակարգի ներդնումն է եւ ես պատահական չէ որ ասում եմ առաջանցիկ տեմպեր ունենք, որովհետեւ Եվրոպական միությունը այս փուլում պիտի գնահատեր միայն օրենսդրությունը, բայց մենք նկատում ենք, որ մենք արդեն ամբողջ ենթակառուցվածքը գրեթե պատրաստի վիճակում ունենք եւ 2026 թվականի աշնանը ներդրվելու է ամբողջ համակարգը, վերջերս ընդունվեց նաեւ անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ ես ուզում եմ փաստել, որ մենք կարելի ասել ամենօրյա աշխատանք ենք տարել, որպեսզի խնամքով գծագրենք ամբողջ process-ը եւ մեր քաղաքացիներին մատուցենք այնպիսի կենսաչափական անձնագրի դիզայն, որը հարազատության զգացում կարող է առաջացնել, որը Հայաստանի Հանրապետության պատմությունը ցուցադրող փաստաթուղթ որպես այդպեսին կլինի, պատմական արժեքները, մշակութային ժառանգությունը, կրոնը նաև ներկայացնող փաստաթուղթ կլինի եւ ես ուզում եմ առաջին հերթին փաստել, որ մենք հասել ենք այս նպատակին։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար հարազատ փաստաթուղթ է իր բովանդակությամբ, իր էությամբ եւ արտացոլում է Հայաստանի Հանրապետության նաեւ պատմությունը, արժեքները, պետականությունը խորհրդանշող տարբեր էլեմենտներ եւ այսպես շարունակ։
Նշեմ, որ մենք բավական երկար ենք աշխատել այս ուղղությամբ նաև մասնագետների հետ, հատկապես պատմական ժառանգությունը ներկայացնելու փուլում տարբեր մասնագետների հետ խորհրդակցել ենք, որպեսզի այնպես ներկայացնենք պատկերները, ընդհանուր արժեքաբանությունը մեր փաստաթղթում, որպեսզի որևէ շեղում իրական պատկերից չունենանք։ Իհարկե, հանրայնացումից հետո լսել ենք տարբեր կարծիքներ, որոնք հաշվի ենք առնելու միանշանակ, տարբեր էլեմենտներ կան նուրբ դետալներ, որոնք բնական է, որ տպագրական տարբերակում արդեն հաշվի կառնենք եւ կիմպլեմենտացնենք։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ մենք Հանրապետության վարչապետի հետ ներկայացրել ենք էսքիզային տարբերակը, այսինքն ուզել ենք վառ տարբերակով ցույց տալ այն բոլոր պատկերները, որոնք որ երևալու են մեր փաստաթղթում, բնական է, որ այդ պատկերները տպագրական փուլում արդեն պիտի ադապտացվեն տպագրական տեխնոլոգիային, գունային այլ համադրություն պիտի ունենանք պրակտիկորեն եւ այսպես շարունակ, բայց վստահեցնում եմ, որ նուրբ դետալներ, որոնք որ պիտի շատ ավելի ներդաշնակ Երևան վերջնական տարբերակում, դրանք անպայմանորեն տեղ կգտնեն վերջնական փաստաթղթում։ Ինչ վերաբերում է գույնին, կարելի է ամեն ինչում ինչ որ մի էլեմենտ գտնել եւ սկսել քննարկել, բայց եթե ուշադիր լինեն քննադատները, ես ճակերտավոր եմ դա համարում քննադատ տերմինը դրան անդրադառնում, բայց Եվրոպական միության ամբողջ տարածքում գերակշիռ գույնը հենց բուրգունդյան կարմիր երանգն է, դրա տարբեր երանգները կան, որոնք որ ընտրվել են Եվրոպական միության անդամ պետությունների անձնագրերի համար։ Ընդ որում ոչ միայն Եվրոպական միության տարածքում, ամբողջ աշխարհում շատ ու շատ են այնպիսի օրինակները, որտեղ որ կարմիրի տարբեր երանգներ են ընտրվում եւ դրանով պայմանավորել ինչ որ մի քաղաքականություն կամ դրանով փորձել նեգատիվ քող գցել այս ամբողջ process-ի, դա ես ուղղակի լուրջ չեմ վերաբերում այդ խոսակցություններին, որովհետեւ բավարար է միայն պարզ Google համակարգով որոնում իրականացնել եւ կտեսնեն մեր քաղաքացիները, թե որքան շատ է տարածված այս երանգը եւ եթե մենք նաեւ վիզաների ազատականացման տրամաբանության մեջ ենք դիտարկում, բնական է, որ ընտրել ենք այնպիսի երանգ, որը շատ ավելի համապատասխան է եվրոպական ստանդարտին եւ այս երանգով գնալու ենք առաջ, այնպես որ այստեղ ես կարծում եմ, որ մենք միայն ու միայն պիտի ուրախ լինենք, որ փորձում ենք ել ավելի բարձր նշաձողեր սահմանել մեզ համար, ստանդարտին համապատասխանելու տեսանկյունից եւ վստահաբար մեր քաղաքացին, երբ որ նույնիսկ կշոշափի առաջին անգամ 2026 թվականի աշնանը կենսաչափական նոր անձնագիրը կնկատի, որ որևէ համադրելու բան նույնիսկ մենք Հայաստանի Հանրապետությունում չունենք։ Իսկ ինչ է լինելու հին անձնագրերի հետ, որոնք ժամկետի մեջ են դեռ։ Դա էլ է շատ մտահոգում հանրությանը։ Այո, մենք գնացել ենք ավելի մեղմ ճանապարհով, այսինքն չենք պարտադրելու, որ որևէ վերջնաժամկետում մեր քաղաքացիները պիտի անպայմանորեն փոխեն եւ ստանան նոր անձնագիր, թողել ենք ամարտահայտությանը 2026 թվականի աշնանը, երբ որ ցանկություն ունենա որևէ քաղաքացի դիմելու եւ ստանալու այս փաստաթուղթը, պիտի նկատի ունենա ուղղակի, որ դիմելով եւ ստանալով բուրգունդյան կարմիր երանգի անձնագիրը իր կապույտ երանգի ստանդարտ անձնագրերը վերադարձնելու է Հայաստանի Հանրապետությանը եւ դրանք ճանաչվելու են անվավեր։ Եվ նաեւ ուզում եմ մի հարցի են անդրադառնալ այս համատեքստում, որովհետև շատ նաև քննարկում են, որ այ մենք ունեինք կենսաչափական համակարգ, կենսաչափական անձնագիր, սա ինչի համար է, ինչ է սա տալու մեզ եւ այսպես շարունակ։ Ես առիթ ունեցել եմ նշելու, բայց նորից եմ ուզում շեշտել եւ կարծում եմ սա կնպաստի, որ այս խոսակցությունները գնալով դառնան առարկայազուրկ այն տրամաբանության մեջ, որ մենք կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունում չենք ունեցել։ Այո, անվանումով դեկլարատիվ մեր քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական անձնագրեր, բայց դրանք որևէ աղերս չունեն միջազգային ստանդարտին համապատասխանող կենսաչափական համակարգի հետ, եւ այսօր, երբ որ մենք աշխատում ենք կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ, մենք իրականում բոլորովին այլ պատկեր ունենք։ Մեր քաղաքացին կարող է նկատել միայն դիզայնը, բայց վստահեցում եմ, որ դիզայնից մինչև անվտանգություն բավական երկար ճանապարհ կա եւ նույնիսկ պարզունակ հարցերից մինչև ամենաբարդ թվացող բովանդակային անվտանգային հարցերը մեր տեսադաշտում են եւ մենք խնամքով բոլոր էլեմենտներին վերաբերում ենք եւ մեզ համար անվտանգությունն է առաջնային։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք կենսաչափական համակարգի մասին, եթե դրա հետևում հետնամասում չկա անվտանգային բարձր ստանդարտ, դա չի կարող համարվել ուղղակի կենսաչափական ճիշտ գծագրված փաստաթուղթ։ Եվ այստեղ է, որ մենք ամբողջ ջանքը ուղղել ենք հենց նրա վրա, որ հետնամասում, back office-ում մենք կարողանանք երաշխավորել այնպիսի ենթակառուցվածք, որը որևէ հարց չի առաջացնի եւ Հայաստանի Հանրապետությունը կդիտարկվի որպես հուսալի պետություն, ում թողարկած կենսաչափական փաստաթուղթը վստահելի է եւ սահմանապահ տարբեր ծառայությունների հետ առնչվելիս տարբեր պետություններում մենք կարողանանք
անխոչնդոտ ուղղակի հատել տվյալ պետության սահմանը։ Ընդ որում, երբ որ ես խոսում եմ ամենապարզունակ հարցերի մասին, մեր քաղաքացիները առաջին հերթին կարող են բարձրաձայնել այն մասին, որ օրինակ շատ հեշտ է մաքրվում, ջնջվում անձնագրի այս պայծրությամբ շապիկին արկա զինանշանը, կամ էջերը իրարից կարող են նույնիսկ պոկվել, սահմանային կետերում տարբեր կարող են խնդիրներ ունենալ։ Ես ինքս անձամբ տարբեր խնդիրների բախվել եմ իմ անձնագրով, երբ որ հատել եմ այլ պետության սահմանը, եւ այստեղ բնականաբար հարցը որակն է, հարցը անվտանգությունն է նաեւ, եւ այս մեր նոր փաստաթղթերը վստահաբար այլևս որևէ խնդիրներ չեն գեներացնելու մեր քաղաքացիների համար եւ թե ներպետական մակարդակում օգտագործելիս, թե դրսում օգտագործելու պայմաններում վստահ այլ որակ կնկատենք նաեւ մեզ հետ հարաբերվող մարմինների կողմից։ Տիկին նախարար, առնվազն մեդիա դաշտում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ հանցավորությունը Հայաստանի Հանրապետությունում աճ է գրանցում օրորի, որ իրավապահ համակարգի, այսպես ասած, անգործության հետևանքով հաճախ գործի են դրվում քրեական հեղինակությունները եւ հաճախ մարդիկ դիմում են վենդետաների, առնվազն ասում եմ մեդիա դաշտում մենք պարբերաբար բախվում ենք նման իրականության։ Ես ուզում եմ խոսենք նաեւ այդ իմաստով թվերից, ինչի մասին են թվերը, արդյոք Հայաստանում հանցավորությունը աճում է Եվ եթե թվերը հակառակի մասին են, ապա ինչի մասին են այս հրապարակումները։ Գիտեք, հանցավորությունը թերևս այն թեմաներից է, որն անդադ կարելի է քննարկել եւ անդադ կարելի է տարբեր էլեմենտներով շահարկել եւ փորձել որոշակի անապահովության զգացում նաեւ առաջացնել հանրության մոտ։ Ես պատահական չէ, որ անընդհատ ներկայացում եմ մեր մոնիտորինգի արդյունքները, որովհետև վստահ եմ, որ եթե դուք էլ ուսումնասիրեք կամ գուցե արդեն ուսումնասիրել եք պայմանական 2023 թվականին հանցավորության մասին մեր քննարկումները կամ 2024 թվականին հանցավորության մասին քննարկումները, կնկատեք, որ այդքան սուր քննարկումներ որևէ դեպքի առնչությամբ շատ հաճախ տեղի չի էլ ունեցել։ Այո, կարող են լինել բացառիկ իրավիճակներ, որի շուրջ բնականաբար հանրային էմոցիոնալ դաշտ կարող է գեներացված լինել եւ դա քննարկվի, բայց այսչափ քննարկում հանցավորության թեմայի մասին մենք երբեք չենք ունեցել։ Եվ սա տրամաբանական է, ես որևէ ձևով չեմ ուզում, այսպես ասեմ, քննադատել այս մոտեցումը, բայց պիտի ընդունենք, որ մենք նախընտրական փուլում ենք գտնվում եւ այս թեման կարող է անընդհատ քննարկվել, ներքին եւ արտաքին անվտանգության թեմաները միշտ են քննարկվում նախընտրական ժամանակահատվածում, տարբեր պետություններ այսպիսի փորձառություններ եւս ունեցել են, մենք գիտենք այդ փորձառության մասին, մենք գիտենք թե ինչու է արվում նմանատիպ հրապարակումներ, մենք գիտենք թե ինչու է նույն դեպքը տարբեր կերպ ներկայացվում, նույն դեպքը նորից թարմացվում կամ 2023 թվականին տեղի ունեցածը ներկայացվում այսօր, նոր երանգներով, նոր էլեմենտներով կամ նույն դեպքը նախաքննության, դատաքննության տարբեր փուլերում նորովի ներկայացվում, անընդհատ քննարկվում կամ մի շաբաթվա կտրվածքով նույն դեպքի մասին քննարկումներ են տեղի ունենում։ Մենք ընդունում ենք, որ նախընտրական ժամանակահատվածում այո կարող են այսպիսի դեպքեր տեղի ունենալ եւ տեղի են ունենում եւ պետք է շատ հանգիստ վերաբերել այս իրավիճակին, սա հասկանալի է, պարզ է, հասկանում ենք ինչ նպատակներով է արվում, մենք շարունակելու ենք ուղիղ երկխոսությունը մեր հանրության հետ ներկայացնելով իրական փաստերը։ Իսկ իրական փաստերը նրա մասին են, որ 2025 թվականի կտրվածքով մենք 3.2%-ով հանցավորության թվի նվազում ունենք։ Սա իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է, ես ուզում եմ հստակ շեշտել սա եւ իրավապահ համակարգի նաեւ ծառայողների համար եմ սա շեշտում, որովհետեւ շատ հեշտ է քննադատել իրավապահ համակարգի աշխատանքը, այն 24/7 ռեժիմով աշխատանքը, որ իրենք իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում, բայց պիտի նաեւ նկատենք, որ իրենք արդյունք են տալիս։ Իսկ արդյունքը թվերի տեսքով ներկայացված է մեր հանրությանը եւ պատահական չէ, որ ես անընդհատ հողում եմ կատարում թվերին, որովհետեւ հանրային տիրույթում այն խոսույթը, որ կա անդադ, որ հանցավորությունն աճել է եւ այլն, երբ որ մենք գործընկերներին փորձում ենք հարցնել, հարցեր ուղղել, որ դեպքի մասին է խոսքը կամ ինչ վիճակագրությանն է հողում կատարում, որևէ պատասխան չկա։ Այսինքն որևէ ողջամիտ արձագանք մենք չենք ստանում, որ գործընկերներն օրինակ վիճարկում են այն մեթոդաբանությունը, որը կա վիճակագրական տվյալներում։ Որևէ մեկը չի վիճարկում Հայաստանի կողմից վարվող վիճակագրական տվյալները։ Այսինքն որևէ մեկը չի հակադարձում, որ իմ նշած 3.2% հանցավորության նվազումը սխալ է օրինակ։ Այստեղ եւս այդ արհեստականությունը քննարկումներում շատ վառ նկատվում է։ Բայց ես սրա կողքին ուզում եմ փաստել, որ ամենևին մենք գոհ չենք իրավիճակից։ Այսինքն իրավապահ համակարգը երբեք չի կարող բավարարվել իր ունեցած արդյունքներով։ Մենք անդադ ձգտում ենք առավելագույնին։ Ընդ որում ձգտում ենք առավելագույնին հատկապես կանխարգելման բաղադրիչի կոմպոնենտով, որովհետև մենք նկատում ենք, որ հատկապես բացահայտման ասպեկտում բավական լավ դիրքերում ենք այս պահին եւ մենք տարին տարվա վրա ավելի շատ ենք բացահայտման մակարդակը բարձրացնում, մեղադրյալ ներգրաված անձանց թիվը եւս էականորեն աճել է, գլխավոր դատախազը եւս այս
մասով պաշտոնական իր տարեկան հաղորդման մեջ ավելի մանրամասն ներկայացրել է պատկերը, բայց ուզում եմ ասել, որ մենք նկատում ենք առաջընթաց այս ոլորտով։ Գոհացնում է մեզ լիովին, թե չի գոհացնում մեզ լիովին։ Բնականաբար մենք դեռևս չենք քննարկում այս հարցը, որովհետև մենք գտնում ենք, որ դաշտ ունենք աշխատանքի։ Եթե մենք գտնենք, որ դաշտ չունենք աշխատանքի, որևէ ռեֆորմի մասին ուղղակի չէինք խոսի։ Բայց առնվազն պիտի արդար լինենք ինքներս մեզ հետ եւ մեր հանրության հետ, արձանագրենք այն բոլոր ձեռքբերումները, որոնք որ կան, եւ միաժամանակ այն խնդիրները կոմունիկացնել, որոնք մեր գնահատմամբ դեռևս շարունակում են պահպանվել։ Այստեղ ուզում եմ փաստել, որ մենք նաեւ մշակել ենք հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որն առաջիկայում կընդունի կառավարությունը, արդեն վերջնականացման փուլում են գտնվում եւ այնտեղ իրերը կոչված են իրենց անուններով։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք կանխարգելման մասին, շատ հեշտ է ուղղակի ասել, ինչու չկանխարգելեցիք այս հանցագործությունը։ Բայց երբ որ մենք գնում ենք դեպի խորքը, ուզում ենք հասկանալ, թե կանխարգելումը իրենից ինչ է ենթադրում, մենք նկատում ենք, որ հանրության մի մասնիկից սկսած մինչև իրավապահ համակարգի վերջին աշխատողը անելիք ունի այս ամբողջ գործընթացում։ Եվ այստեղ ոչ թե ինչ որ մեկի պատասխանատվության բեռը մյուսի վրա տեղափոխելու մասին է խոսքը, այլ ուղղակի պատասխանատվության ճիշտ ծավալ ֆիքսելու մասին է եւ հետեւողականորեն արդյունք երաշխավորելու մասին է եւ այստեղ պիտի ազնիվ լինենք կրկին մեր հանրության հետ եւ նկատենք թե ով ինչպիսի պատասխանատվության դաշտ ունի, ումից ինչ է կախված այս ամբողջ process-ում, որպեսզի արդյունքը բոլորիս համար լինի գոհացուցիչ եւ նորից եմ ուզում շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունում մենք 3.2% նվազում ունենք հանցավորության եւ մենք գնալու ենք հետեւողականորեն այս արդյունքը պահպանելու ճանապարհով, ընդ որում երբ որ մենք օրինակ ինքներս հենց մենք բարձրաձայնում ենք, որ թմրամիջոցների մասով ունենք տարբեր արձանագրումներ կամ կոռուպցիոն տարբեր դրսևորումների մասով մենք ունենք վիճակագրական պատկերում դեպքերի բացահայտման աճ, մենք չէինք կարող այս արդյունքներն ունենալ, եթե կառավարությունը հետեւողականորեն չիրացներ իր քաղաքականությունը։ Որովհետեւ ես երբ որ ներքին գործերի նախարար որպես խոսում եմ թմրամիջոցների դեմ պայքարի մասին, դուք չեք կարող վիճակագրական պատկերում տեսնել էական նվազում։ Հակառակը դուք պիտի տեսնեք աճ, որովհետև դեպքեր են բացահայտվում, անձինք են ենթարկվում պատասխանատվության։ Նույն կոռուպցիայի դեմ պայքարի մասին, երբ որ մենք խոսում ենք, նախորդ տարիների ընդհանուր համեմատականն էինք քննարկում հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների հետ, մենք նկատում ենք, որ ընդամենը մի քանի 100 դեպք ունենք։ Իսկ այսօր գործընկերների մոտ վարույթներում մի քանի հազար գործի մասին է խոսում։ Բնական է, որ վիճակագրական պատկերում կնկատենք, որ այս դեպքերն աճել են, բայց սրանք աճել են ոչ թե նրա համար, որ կոռուպցիոն տեմպերն են մեծացել կամ չգիտեմ նոր դրսևորումներ են ի հայտ եկել, այլ հակառակը։ Սա վկայում է այն մասին, որ պետությունը անհանդուրժող է այս դեպքերի նկատմամբ եւ վիճակագրական պատկերում ցույց է տալիս այս արդյունքները եւ գրանցում։ Եվ այսպես շարունակ ես կարող եմ բոլոր դրվագների մասով խոսել, որտեղ որ կնկատեք, որ պետությունը որտեղ որ քաղաքականություն է վարում շատ կոնկրետ թիրախային, այնտեղ մենք վիճակագրական պատկերում շատ հստակ տեսնում ենք այս ամբողջ process-ը։ Մենք շարունակելու ենք հանրության հետ ուղիղ երկխոսությունը, մենք շարունակելու ենք լավարկել մեր մեթոդաբանությունը, շարունակելու ենք կոմունիկացնել հանրության հետ այդ մեթոդաբանական նոր լուծումները, որովհետև մենք ուզում ենք հանրությանը մատուցել իրական պատկերը։ Այս տարվա կտրվածքով իրական պատկերը չմանիպուլացնել ոչ խնդիրների մասով, ոչ ձեռքբերումների մասով։ Թմրաշրջանառության դեմ պայքարի մասին խոսեցիք Տիկին Սարգսյան, արդյոք բավարար է գնահատում պայքարը թմրաշրջանառության դեմ, հիմա ինչ փուլում է գտնվում եւ ընդհանուր առմամբ շատ է խոսվում այն մասին, որ մեծ թվով անչափահասներ են ներգրաված թմրաշրջանառության ամենատարբեր այդպես գործընթացներում։ Թվերը այդ իմաստով ինչի մասին են խոսում, ինչի մասին են վկայում։ Իսկապես դպրոցներում այդքան սարսափելի իրավիճակ է, որի մասին կրկին բարձրաձայնում են պարբերաբար, լրատվական դաշտն է դրա մասին ահազանգում։ Թմրամիջոցների ԱՊՆ շրջանառության մասով ես ասեմ, որ մենք նաև մեր միջազգային գործընկերների հետ ենք քննարկում եւ ֆիքսում ենք, որ ամբողջ աշխարհում է սա մարտահրավեր։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունը չէ, որն առերեսվում է այս խնդրին եւ մենք պիտի մեր ջանքերը կոնսոլիդացնենք, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ պայքար ունենալ, որովհետեւ շատ հաճախ նկատում ենք, որ նույնիսկ Եվրոպոլից եկող տարբեր ազդակներ ունենք, մասնակցում ենք տարբեր այսպես ասեմ, միջպետական օպերացիաների, նկատում ենք, որ անդրազգային բնույթ է ստանում թմրամիջոցների ԱՊՆ շրջանառությունը եւ այստեղ պետությունները պիտի իրենց ջանքերը միավորեն, որպեսզի կարողանան արդյունք երաշխավորել եւ ես պատահական չնշեցի Եվրոպոլին, որովհետեւ մենք վերջերս կապի սպա ենք նաեւ նշանակել Եվրոպոլում, ով ներկայացնում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը եւ ես վստահ եմ, որ կապի սպան օպերացիոնալ կամուրջ կլինի մեր Եվրոպոլի եւ ԵՄ անդամ պետությունների միջեւ, որպեսզի այս անդրազգային հանցավորության էլեմենտները կարողանանք շատ ավելի արդյունավետ կերպով թիրախավորել եւ բացահայտել։ Գալով Հայաստանի Հանրապետություն, ես ուզում եմ փաստել, որ մենք ռազմավարական էական փոփոխություն ենք ունեցել պրակտիկայում։ Այսինքն
Քննարկելով հարցը ռազմավարական ասպեկտում, մենք փորձել ենք հասկանալ, թե որ ուղղությամբ պիտի մենք ջանք առավելապես ներդնենք, այսինքն ինչ մեթոդաբանություն պիտի ընդունենք այս տեսանկյունից, որովհետև հավատացեք, պետության ռեսուրսներն էլ չեն անծայրածիր, մենք պիտի հասկանանք, թե որն է արդյունավետ պայքարի միջոցը։ Եվ հատկապես քրեական ոստիկանության ուժերը մենք կենտրոնացրել ենք թմրամիջոցի ներմուծման եւ արտադրության շղթայի վրա, որպեսզի մեծ խմբաքանակները կարողանան բացահայտել, առգրավել, դուրս բերել շրջանառությունից, որպեսզի հետագայում դրանք տասնյակ հազարավոր մանր դեպքերի չվերածվեն եւ հետո մենք հերոսաբար օրինակ հաղթահարենք այդ տասնյակ հազարավոր մանր դեպքերը եւ սկսենք դրանք բացահայտել։ Եվ մենք նկատում ենք, որ այս ռազմավարական մոտեցումը ամբողջ իրավապահ համակարգի տեսանկյունից ռեալ արդյունք է տվել։ Անցած տարի մենք առգրավել ենք շուրջ 768 կիլոգրամ ապօրինի թմրամիջոց, որը 80%-ով ավելին է, քան 2024 թվականի արդյունքն է եղել։ Նույնը նաև սինթետիկ թմրամիջոցների մասով է, անցած տարի շատ ավելի մեծ խմբականակ ենք սինթետիկ թմրամիջոցներ առգրավել, քան 2024 թվականի կտրվածքով։ Ուզում եմ ասել, որ ռազմավարական ճիշտ մոտեցման արդյունքում մեր պետությունը ոչ թե գնում է արհեստականորեն գեներացված փոքր թվերը բացահայտելու հետևից, այլ միանգամից խնդիրն ավելի մեծ տրամաբանության մեջ է դիտարկում եւ միանգամից կանխում է ներմուծման շղթան, արտադրության շղթան, կոտրում ենք այդ շղթաները եւ ավելի մեծ խմբականակ ենք հանում ապօրինի շրջանառությունից։ Իհարկե պարեկային ծառայությունը, համայնքային ոստիկանությունը, ոստիկանության գվարդիան փոքր չափաբաժինների հետևից գնում է եւ դրանք արձանագրում ենք, բայց մենք առավելապես կենտրոնացած ենք մեծ խմբականակի վրա, որպեսզի պետությունը ռեալ արդյունք կարողանա ցույց տալ եւ ռեալ արդյունք ունենանք պրակտիկորեն։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքը եւ իրավապահ համակարգը շարունակելու է այսչափ կառուցողական տրամաբանության մեջ գնալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետևից։ Ինչ վերաբերում է անչափահասներին, ես կարծում եմ, որ սա եւս պատահական չէ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեման անդադ փորձում ենք էմոցիոնալ առումով կապ տալ անչափահասների հետ, բայց կրկին, չոր փաստերը ինչի մասին են, հետո կանրադառնամ բովանդակությանը։ 2025 թվականի կտրվածքով մենք արձանագրել ենք 6 դեպք, երբ որ անչափահասները ներգրաված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում։ Անցած տարիների կտրվածքով դեպքերը չեն գերազանցում նույնիսկ 1 տասնյակ։ Եթե նկատենք տեղեկատվական աղմուկը, որը կա, եւ փաստական տվյալները, մենք տեսնում ենք, որ անցած տարվա կտրվածքով 6 դեպք ենք ունեցել եւ եթե նախորդ տարիների նաեւ փորձառություն էլ դիտարկենք, կրկին 1 տասնյակը չգերազանցող դեպքերի մասին ենք խոսում, բայց ես ուզում եմ անդրադառնալ նրան, որ մեզ էլ է շատ հետաքրքիր։ Երբ որ օրինակ հանրային տիրույթում կա այդ խոսակցությունը, որ թմրամիջոցները պտտվում են դպրոցներում, թմրամիջոցների շրջանառության մեջ անչափահասների ավելի մեծ թվակազմ կա ներգրաված եւ այսպես շարունակ, դա որ դեպքի մասին է։ Եվ մենք հետեւողականորեն յուրաքանչյուր գրառման հետևից գնացել ենք։ Ես հստակ հանձնարարական եմ տվել ոստիկանությանը ուսումնասիրելու յուրաքանչյուր գրառումը եւ գրառման հեղինակին խնդրելու, հորդորելու, տալ կամ օպերատիվ տվյալ, այսինքն կերաշխավորենք անանունությունը եւ դրա հիման վրա process կապահովենք, կամ ուղիղ հաղորդում ներկայացնելու ոստիկանությանը։ Ես հավաստիացնում եմ, որ մենք այս մեր շուրջ 1 տարվա քաղաքականության արդյունքում 0 հաղորդում եւ 0 օպերատիվ տվյալ ենք ունեցել այն գրառման հեղինակներից, որոնք որ մեդիա տիրույթում անընդհատ փորձել են թե կուզեք այսպես ասեմ, պաշտպանել մեր անչափահասներին պետությունից եւ վստահեցնել, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ եւ կա թմրամիջոցների ապօրինի շրջանառության ավելի մեծ ծավալ անչափահասների շրջանում։ Եվ սա ինչի մասին է վկայում։ Վկայում է այն մասին, որ սրանք կամ դիտավորյալ, կամ ոչ դիտավորյալ խոսակցություններ են, այսինքն ես առիթ ունեցել եմ ասելու, մենք պիտակավորում ենք, փորձում ենք պիտակավորել մի ամբողջ սերնդի, որը որ որևէ աղերս չունի մեր ընկալումների, մեր քննադատությունների, մեր քննարկումների հետ։ Եթե ես ասում եմ դե յուրե, ունենք 6 դեպք, կամ մինչև 1 տասնյակը չի գերազանցում նախորդ տարիների փորձառությունը այս առումով։ Եվ զուգահեռ տեղեկատվական աղմուկ ունենք, որ անչափահասների շրջանում մեծ թվով թմրաշրջանառություն կա։ Սա ում է օգտակար այս խոսակցությունը։ Բնականաբար որևէ մեկից օգտակար լինել չի կարող, եթե մենք անկեղծ մղումներով ենք այս հարցը բարձրացնում։ Եվ ես ուզում եմ հատկապես այս տեսանկյունից մեր ուշադրությունը հրավիրենք թեմայի վրա, որպեսզի ցանկացած իրավախախտում, որ անչափահասների կողմից տեղի կունենա, մենք օպերատիվ արձագանք ենք այդ իրավիճակին եւ կարողանանք կանխել հետագա բացասական զարգացումները, կլինի թմրամիջոցի մասով, կլինի ոչ թմրամիջոցի մասով, որովհետեւ անչափահասներն ու երիտասարդներն են, որ առաջիկա տարիներին ձևավորելու են հանրային անվտանգության այն մակարդակը, որը Հայաստանի Հանրապետությունում կլինի։ Հետևաբար մենք շարունակելու ենք սերտ աշխատել թե ծնողական համայնքի հետ, թե դպրոցական հաստատությունների հետ, թե նաեւ համալսարանական, որպեսզի մենք կարողանանք դեպքը նախ
ճիշտ ընկալենք, դեպքը բացահայտենք եւ դեպքի հետեւողական քննությամբ գնանք առաջ, մենք նկատում ենք, որ ցավոք սրտի ունենք դպրոցներ, որոնք շատ լավ չեն համագործակցում դեռևս մեզ հետ։ Ունենք դպրոցներ, որ իրականում շատ լավ են համագործակցում մեզ հետ։ Այսինքն, այստեղ էլ ընկալումների հարց ունենք, որովհետեւ առերևույթ կարող է դպրոցին օրինակ թվալ, որ եթե դեպքի մասին բարձրաձայնեցին, սա կարող է պիտակավորել տվյալ դպրոցը, բայց ճիշտ հակառակն է։ Առերևույթ այս պահին կարճաժամկետ թիրախավորումը դպրոցի երկարաժամկետում մեծ օգտակար գործողության գործակից է երաշխավորելու հենց տվյալ անչափահասի համար, այդ դպրոցում սովորող աշակերտների համար եւ ես ուզում եմ, որ մենք այս ուղղությամբ ել ավելի սրտացավորեն շարունակենք մեր աշխատանքը եւ իրավապահ համակարգը եւս այս ուղղությամբ շարունակելու է իր ջանքերը գործադրել եւ մենք շարունակելու ենք ծնողների հետ ակտիվ երկխոսությունը, մենք ունենում ենք նաեւ ճակերտավոր ասված վերապատրաստման դասընթացներ ծնողների հետ, որպեսզի նրանք կարողանան անչափահասի մոտ անկանոն վարքագծի ցանկացած էլեմենտ նկատել եւ այս մասին բարձրաձայնել եւ միասին կարողանանք լուծել այս խնդիրները։ Սա է իրական պատկերը։ Միաժամանակ կուզենամ անդրադառնանք եւ ոստիկանական գվարդիային, որը ի վերջո իրականություն է եւ արդեն քանի ամիս է գործում է, նախ կուզենամ հասկանալ, թե ինչ փոփոխություն է իր հետ բերել գվարդիան եւ քիչ չէ թիրախում նաեւ բարեկային ծառայությունը։ Նախ ընդհանուր առմամբ շատ են շահարկումները, որ ոստիկանները օր-օրի գնալով շատանում են, ոստիկանների աշխատավարձը բարձրանում է, իդեպ քաղաքական ուժեր կան, որ այս օրերին պարբերաբար այդ մասին խոսում են եւ ոչինչ չեն անում, հասկանալ թե ինչ են անում նույն բարեկային ծառայողները բացի երթևեկության կանոնակարգումից նաեւ արդյոք զբաղված են հանցավորության բացահայտմամբ եւ քանի որ ՃՏՊ-ների մասին էր հաճախ խոսվում, այդ իմաստով կուզենամ էլի անդրադառնանք թվերին, ինչ պատկեր ունենք հիմա զոհերի թվի առումով, նկատի ունեմ ավելացել են, նվազել են եւ վերջին շրջանում շատ ենք տեսնում, որ վթարների ժամանակ առնվազն տարական անվտանգային կանոնները պահպանված չեն, հատկապես երեխաների դեպքում։ Այդ իմաստով ինչ քայլեր եք պլանավորում, որպեսզի նաեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեք։ Ոստիկանության գվարդիայի մասով ծառայությունը նոր է ձևավորված 2025 թվականի նոյեմբերի 1-ից եւ կարծում եմ այս կարճ ժամանակահատվածում, երբ որ մենք դիտարկում ենք այն աշխատանքը, որը տարվել է ոստիկանության գվարդիայի կողմից, դրական ազդակներ ունենք։ Շուրջ 500 հանցագործության դեպք է բացահայտել ոստիկանության գվարդիան։ Նկատում եմ սառը զենքի հայտնաբերում, թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր, զուգահեռաբար տարբեր իրավիճակներում նաև կանխարգելիչ աշխատանքներն է ուժեղացրել ոստիկանության գվարդիան։ Եթե մենք օրինակ անցած տարի խոսեինք այս թեմայով եւ ոստիկանության գվարդիայի կողքին դնեինք հանցագործության բացահայտման նույնիսկ եզրութաբանությունը, կարող էր ուղղակի խելագարության կանխավարկածի տրամաբանության մեջ ինչ-որ խոսակցություն թվալ։ Բայց ես ուրախությամբ եմ արձանագրում, որ ոստիկանության գվարդիան այլևս շատ սինխրոն աշխատում է ոստիկանական համակարգում որպես ոստիկանության կարևոր հենասյուն, որը իր արժև դրված խնդիրներից չի տարանջատում նաև ոստիկանության մնացյալ ստորաբաժանումների արժև դրված խնդիրները։ Եվ եթե պրակտիկորեն առնչվում են հանցագործության դրվագի, դրանք բացահայտվում են, դրանք ընթացքավորվում են եւ բնականաբար արդեն մյուս ստորաբաժանումները տալիս են պատշաճ ընթացք այս իրավիճակներին։ Ոստիկանության գվարդիայի հետ կապված ես ուզում եմ նաև բարձրաձայնել այն մասին, որ ծառայողները նաև քաղաքացիների կյանքեր փրկելու process են ապահովում։ Ունենք անչափահասներին նաև փրկելու հետ կապված դրվագներ, նույնիսկ հանցագործին փրկելու հետ կապված դրվագ ունենք։ Այսինքն, այստեղ ցանկացած էլեմենտ, որը մենք խոսում ենք եւ որը որ բնութագրական պիտի լինի պատշաճ պրոֆեսիոնալ ոստիկանին, մենք ոստիկանության գվարդիայի աշխատանքներում նկատում ենք այդպիսի դրսևորումներ։ Ես ուրախությամբ եմ արձանագրում որպես ներքին գործերի նախարար, որ իրականում ոստիկանության գվարդիան անցնում է տրանսֆորմացիայի կարևորագույն փուլ։ Հավատացեք, շատ դժվար է ոստիկանության զորքերի նախկին աշխատակցից պահանջել այն բոլոր գործառույթները, որոնք այս պայծրությամբ դրված են ոստիկանության գվարդիայի առջև։ Բայց ես ուզում եմ փաստել, որ գվարդիայի հրամանատարից սկսած բոլորը շատ մեծ ոգևորությամբ քննարկում են այն նոր գործառույթները, այն նոր պրակտիկ, այսպես ասեմ, էլեմենտները, որոնք որ կան գործնականում եւ մենք հետեւողականորեն պիտի պահպանենք այս բոլոր արդյունքները եւ վստահ լինենք, որ այն խոսույթը, որը որ կա, որ ոստիկանության գվարդիան նոր անվտանգային երաշխավոր է պրակտիկորեն, մեր քաղաքացին պիտի կարողանա ամբողջ ծավալով զգալ։ Այսօր էլ արդեն այդ արդյունքները կան, ես ուրախությամբ եմ սա արձանագրում, բայց մենք պիտի սա համարենք որպես միայն դրական ազդակ։
Այսինքն մենք շատ ավելի խստապահանջ ենք մեր նկատմամբ, մեր ակնկալիքների նկատմամբ եւ դրական ազդակը պիտի վերածվի ինստիտուցիոնալ կայուն գործելավոճի ոստիկանության գվարդիայի առումով։ Այս տեսանկյունից կարևոր է նաև այն, որ մենք ներդրեցինք ուժամիջոցների գործադրման ստանդարտը, սա եւս մարտահրավերային process է մեր ծառայողների համար։ Որքան էլ կողքի աչքով թվա, որ այ շատ հեշտ է, ուժամիջոցի գործադրում, ստանդարտ գործելակարգեր, պիտի համաչափ ուժ գործադրվի, բայց վստահեցնում եմ, որ եթե դու շուրջ 10 կամ 20 կամ 30 տարի աշխատել ես մեկ այլ գործելավոճով, հիմա ուղղակի տեղափոխվում ես ուժամիջոցների գործադրման նոր ստանդարտի դաշտ եւ պիտի ակնկալվի, որ դու վաղը այդ նոր տրամաբանությամբ լիակատար աշխատելու ես, դա ուղղակի մտածածին պնդումների դաշտից է եւ մենք ունենք այդ հանձնառությունը մեր ծառայողների հետ միասին անցնելու այս բարդ ճանապարհը եւ ուժամիջոցի գործադրման ստանդարտը դարձնելու մարմնի հիշողության մաս, որպեսզի մեր աշխատակիցներն արևից չմտածեն, որ իրավիճակում ինչպես պիտի դրսևորեն իրենց վարքագիծը ինչպիսին պիտի լինի եւ սա է հենց որ ինստիտուցիոնալ վարք է ձևավորելու ոստիկանության գվարդիայի շրջանակներում։ Անդրադառնամ բարեկային ծառայությանը։ Բարեկային ծառայության մասով վստահաբար տարբեր դժգոհություններ կարող են առաջ գալ, քննադատություններ, բայց ես ինքս երբ որ ուզում եմ գնալ քննադատությունների դեպի խորքը եւ հասկանալ թե ինչպիսի հարցերի մասին է խոսքը, ինստիտուցիոնալ խնդիրներ կան, պրակտիկ տարբեր խնդիրներ կան, թե միգուցե խիստ վարչարարության հետևանք են այդ դժգոհությունները, ես ուզում եմ արձանագրել հետեւյալը. Բարեկային ծառայությունը կայացած ինստիտուտ է Հայաստանի Հանրապետությունում այլևս։ Ինստիտուցիոնալ այնպիսի լուծումներ կան, որոնք այլևս արմատացած են, անշրջելի լուծումներ են, եւ սա շատ կարեւոր նվաճում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների տեսանկյունից։ Այն բոլոր հարցերը, որոնք անդադ քննարկվում են, դրանք ես ուզում եմ փաստել, որ ինստիտուտի կատարելագործման, լավ արկման, տեղիք տվող հարցեր են, որովհետեւ որևէ մեկը այլևս չի հիշում, որ ճանապարհային ոստիկանության դեպքում մենք քննարկում էինք կոռուպցիոն տարբեր դրսևորումներ, ընդ որում համատարած կոռուպցիոն տարբեր դրսևորումներ։ Եվ երբ որ այսօր մենք բարձրաձայնում ենք, որ օրինակ բարեկային ծառայողը ձերբակալել է իրեն կաշառք առաջարկած անձին, ծառայության ձևավորման առաջին օրերին դա կարող էր ինչ-որ արտասովոր բան թվալ։ Այսօր դա հերթական լուրն է, որը նախարարության հանրային հաղորդակցության շրջանակներում մենք տարածում ենք, կոմունիկացնում ենք հանրության հետ, եւ որևէ մեկը չի էլ մտածում, որ այլ կերպ պիտի լիներ։ Որպես նախարարության տեսանկյունից քաղաքականության մշակման համար պատասխանատու անձ, ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նվաճում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մենք արձանագրում ենք, որ համակարգային կոռուպցիա այլևս չկա բարեկային ծառայությունում։ Հակառակը մեզ համար շատ սովորական է դարձել, որ կոռուպցիոն տարբեր դրսևորումներում ներգրաված տարբեր քաղաքացիներ կարող են ձերբակալվել հենց ոստիկանի կողմից եւ ներկայացվել նախաքննական մարմին։ Այո, մենք պիտի ավելի լավացնենք մեր շփումները ծառայողների։ Այո, պիտի շատ ավելի լավ վարչարարական process երաշխավորվի։ Այո, հանցավորության դեմ պայքարը պիտի շատ ավելի արդյունավետ կարողանան ծառայողները մատուցել։ Բայց դրանք հարցեր են, որոնք որ հնդհատս լուծման ենթակա են։ Բայց երբ որ դու ներդնում ես նոր ինստիտուտ եւ ինստիտուտը պիտի անցնի զարգացման տրամաբանական փուլ, նորմալ է, տրամաբանական է, որ մենք ընդհանրապես կարող ենք տարբեր խնդիրներ ունենալ։ Ես սրանով չեմ ուզում նորմալացնել այն բոլոր հարցերը, որոնք որ կան ծառայությունում։ Ես ուզում եմ նորմալացնել այս process-ը, այս ճանապարհը, որ անցնում է բարեկային ծառայությունը եւ մենք հետեւողականորեն պիտի այդ բոլոր խնդիրները լուծելով գնանք առաջ։ Այսօր ես արձանագրում եմ, որ հանցավորության շուրջ 1/3-ը բացահայտվում է բարեկային ծառայողների կողմից։ Սա ինչ է նշանակում, որ մենք նաև գաղափարական փոփոխություն ենք ունեցել բարեկային ծառայողների մոտ։ Իրենք այլևս չեն ընկալում իրենց նաև որպես բացառապես ճանապարհային երթևեկություն կանոնակարգող ստորաբաժան։ Հակառակը, ոստիկանության արչև կա դրված խնդիր հանցավորության դեմ պայքարի։ Իրենք եւս իրենց մեծ լուման պիտի ունենան այս տեսանկյունից։ Եվ երբ որ մենք ասում ենք 1/3-ը շուրջ բարեկային ծառայողներն են բացահայտել, սա շատ մեծ տոկոսային հարաբերակցություն է ընդհանուր պատկերում եւ ես շատ ուրախ եմ, որ բարեկները իրենց եւս պատասխանատու են զգում այս հարցում եւ պիտի շարունակենք այս ուղղությամբ մեր տեմպերն ավելի ինտենսիվացնել։ Բայց գալով նաեւ խնդիրներին։ Այո, ես նորից եմ ուզում շեշտել, որ մենք ունենք հաղորդակցության հետ կապված հարցեր։ Այո, ունենք ավելի պրոֆեսիոնալ վարքագծի հետ կապված հարցեր եւ սա է պատճառը, որ վերապատրաստումները դարձել են տարեկան պարտադիր բարեկային ծառայողների համար եւ ընդհանրապես եթե նույն ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը նախարարության ենթակայության ներքո գործող կամ մեր քաղաքացիները տարբեր ազդակներ են տալիս, մենք վերապատրաստման սխեման անմիջապես ադապտացնում ենք այդ իրավիճակին տարվա կտրվածքով եւ շատ ավելի ճկուն կարողանում ենք մեր ծառայողների կարողություններն ավելի լավարկել։
Եվ վերջին շրջանում կառավարության դիմաց մենք բարբերաբար տեսնում ենք բողոքող վարորդների, որոնք զրկվել են վարորդական իրավունքից եւ պահանջում են համաներում։ Այդ իմաստով նաեւ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ խոստանում են, որ իրենք գալով օրինակ համաներում կշնորեն։ Ինչ է կարծում, այս հարցում ներողամտություն հնարավոր է եւ նախարարությունը կարող է գնալ որոշակի, այսպես ասած, մոտեցումների։ Գիտեք, ես կարծում եմ մեր կառավարության լավագույն ձեռքբերումն այն է, որ մենք միշտ ազնիվ ենք հանրության հետ։ Եվ մեր մղումներում էլ, երբ որ տարբեր հարցեր ենք բարձրաձայնում եւ ուզում ենք մեկնաբանել, թե ինչն է հնարավոր կամ ինչը հնարավոր չէ անել, մենք մշտապես ազնիվ կոմունիկացնում ենք թեման։ Հիմա նույն վարորդական իրավունքից զրկված անձանց մասով։ Նախ ես ուզում եմ արձանագրել, որ մեր քաղաքացիներն են ընդունում, որ դա օբյեկտիվ է եղել, այսինքն զրկման հանգամանքը որևէ մեկը չի վիճարկում։ Մարդիկ ընդունում են, որ հարբած նստել են ղեկին, մեքենա են վարել եւ դրա արդյունքում է, որ տեղի ունեցել վարորդական իրավունքից զրկման իրավիճակը։ Եվ անցած տարվա կտրվածքով 5435 անձ զրկվել է վարորդական վկայականից հենց այսպիսի գերակշիռ մասը, հենց այսպիսի կոպիտ վարքագծի արդյունքում։ Ես ուզում եմ առաջին հերթին նաև հենց մեր զրկված քաղաքացիների համար արձանագրել, որ սա իրենց կյանքի, իրենց առողջության ապահովման համար է, որովհետև եթե բարեկային ծառայությունը հանդուրժող լիներ այսպիսի իրավիճակներին, մենք չէինք արձանագրի Հայաստանի Հանրապետությունում ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թվի էական նվազում։ Մենք չէինք արձանագրի, որ 24 եւ 25 թվականների կտրվածքով 95 կյանք է խնայվել։ Ուղղակի չէինք արձանագրի, որովհետև եթե պետությունը խիստ վարչարարություն չի իրականացնում այն իրավիճակների նկատմամբ, որոնք որ կարող են մարդու կյանքը եւ առողջությունը արժանալ, այստեղ ուղղակի պետությունը գնում է արհեստականորեն ինչ-որ process-ի հետևից։ Մենք ասել ենք, հայտարարել ենք, որ ճանապարհային անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է, մարդու կյանքն ու առողջությունը մեզ համար առաջնահերթություն է։ Իսկ եթե պետությունը հայտարարում է, որ այս հարցերը առաջնահերթություն են, նշանակում է վարչարարական իմաստով պիտի տեսնենք արդյունքը պրակտիկայում։ Եթե հարբած վարորդին կարելի է նստել եւ մեքենա վարել եւ պետությունը որևէ ռեակցիա չի տալիս, դա չեղավ, որ պետության համար առաջնահերթություն է տվյալ վարորդի կամ նրա հետ գտնվող ուղևորների կամ երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Սա առաջին արձանագրումն է, որ ուզում եմ հստակ անել, որովհետև եթե պարեկները խիստ վարչարարությամբ հանդես չգան, մենք ուղղակի չենք ունենա այն արդյունքը, որը որ ունենք։ Բայց դեպքին անդրադառնալով, քանի որ մեր քաղաքացիներն իրականում անընդհատ թեման բարձրաձայնում են եւ գիտեմ նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւս բարձրաձայնել են, կոմունիկացրել են թեման, ես վարչապետից ունեմ հանձնարարական դիտարկելու հարցը կրկին եւ հասկանալու արդյոք կա բալանսավորված լուծում մեր քաղաքացիների համար թե ոչ։ Բալանսավորված լուծում նկատի ունեմ այն հանգամանքը հաշվի առնելով, որ ճանապարհային անվտանգությունը եւ մեր քաղաքացիների վարքագիծը պիտի լինի բալանսավորված։ Այսինքն, եթե պետությունը նույնիսկ որևէ լուծման գնա այս տեսանկյունից, պիտի երբեք ճանապարհային անվտանգությունը չստորադասվի։ Եվ կարծում եմ Հանրապետության վարչապետը, եթե ունենանք այդպիսի լուծում, վստահորեն կոմունիկացնի եւ կտեղեկացնի լուծման մասին։ Առաջիկայում խորհրդարանական ընտրությունները են ձեր ղեկավարած կառույցը ինչ աշխատանքներ է տարել եւ տանում հիմա եւ արդյոք պատրաստ եք նաեւ հետընտրական զարգացումներին, եթե այդպիսիք լինեն, առնվազն խոսակցությունները այդ մասին քիչ չեն, որ սպասվում են հետընտրական զարգացումներ։ Ներքին գործերի նախարարության մանդատը բնականաբար բավական մեծ է այս տեսանկյունից։ Մի կողմից ունենք միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կողմից կարևոր ֆունկցիոնալ ապահովման ենթակա։ Վստահ եմ գիտեք, որ նախնական ընտրացուցակները հրապարակված են, այժմ ճշգրտման աշխատանքներ իրականացվում եւ այլեւայլ նաեւ դիմումներ ունեն քաղաքացիներից եկող եւ առաջիկայում նաեւ կհանրայնացնենք վերջնական ցուցակները։ Այսինքն այս ուղղությամբ աշխատանքը շատ ինտենսիվ գնում է, ապահովում ենք process-ը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերների հետ եւս շատ սերտ համագործակցություն ունենք, որպեսզի ընտրատեղամասերի ձևավորման, ընտրացուցակների մասով ճշգրիտ պատկեր ունենանք, ընդ որում ընտրացուցակների ճշգրտման փուլում մենք նաև մեծ աշխատանք ենք տարել ճիշտ հասցեների ֆիքսման մասով կամ մահացածներին ցուցակից դուրս բերելու աշխատանքների մասով եւ այստեղ կարևորում է միգրացիա եւ քաղաքացիության ծառայության եւ ոստիկանության համատեղ աշխատանքը, որը որ եղել է եւ արդյունավետ կերպով է եղել, պիտի փաստեմ։ Ինչ վերաբերում է ոստիկանությունը բնականաբար այդ օրերին ունի հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման կարևորագույն ֆունկցիա, բոլոր ընտրատեղամասերում բնականաբար տեղակայված կլինեն ոստիկանները, ընտրատեղամասերը կհանձնվեն նաեւ պահպանության, նաեւ անցած փորձառությունների հիման վրա բոլոր ընտրատեղամասերի տեսախցիկների, տեսաձայնագրությունների եւս ուղիղ ռեժիմով հասանելի կլինեն նախարարությանը, որպեսզի մենք եւս հետևենք ամբողջ process-ին եւ խախտումների դեպքում դրանց անմիջապես արձագանք տանք։ Կարևոր է նաեւ այն, որ այս պայծրության
ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ աշխատանք տանել ընտրական process-ի տարբեր իրավախախտումներ եւ հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։ Արդեն իսկ 19 հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտե եւ հակակոռուպցիոն կոմիտե, ընդ որում ուզում եմ փաստել, որ դրանում եղել են նաեւ ընտրակաշարքին վերաբերող դեպքեր։ Ուզում եմ հավաստիացնել նաեւ, որ մենք այս դեպքերի նկատմամբ շատ աչալուրջ process ունենք։ Այսինքն այն բոլոր դեպքերում, երբ որ կա հստակ օպերատիվ տվյալ, կամ ունենք ռիսկային անձանց շրջանակ, որոնց մասով որ կրկին ունենք օպերատիվ տվյալ, իրավապահ համակարգը գնացել, գնում եւ գնալու է այդ դեպքերի հետևից։ Եվ դրանք բոլորը բաճաճ կերպով փաստաթղթավորվելու եւ արձանագրվելու են եւ կարծում եմ հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նաեւ մեր ներկայացրած հաղորդումների հիման վրա կհանրայնացնի այս դրվագները, արդեն իսկ ունենք հանրայնացված դրվագ, բայց առաջիկայում եւս կհանրայնացվեն այս դրվագները եւ շարունակելու են գործընկերների հետ օպերատիվ աշխատանքը, ընդ որում ուզում եմ նշել, որ մենք նաեւ ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ ձևավորված օպերատիվ մարմինների եւ քննչական մարմինների հետ համատեղ, որպեսզի կարողանան կոնսոլիդացված տարբերակով ավելի օպերատիվ, ավելի պրոֆեսիոնալ գնալ առաջ եւ այս դեպքերը բոլորը արձանագրել։ Ունեցել ենք նաև ոստիկանության մասով քննարկումներ կապված տարբեր կազմակերպչական հարցերի հետ, որովհետև վստահ եմ գիտակցում ենք, թե որքան մեծ ռեսուրս է անհրաժեշտ լինելու այդ օրերին հատկապես իրավիճակը պատշաճ կերպով ապահովելու համար, դրանք եւս հնդածած դիտարկվում են, մեր հաշվարկները կատարում ենք, որպեսզի պրոֆեսիոնալ ձևով ապահովենք այդ օրերի process-ները եւս։ Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, տեսեք, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ազատ եւ արդար ընտրությունների կայացման փաստը անշրջելի է եւ այս ժամանակահատվածում եւս այդպիսի ընտրություն ենք ունենալու եւ այդպիսի ընտրություններ ունենալու պայմաններում հետընտրական տարբեր զարգացումները պարզապես արհեստական process-ներ են լինելու։ Այո, նմանատիպ օպերատիվ տվյալներ, նմանատիպ տարբեր հարցեր առաջ եկել են մեր տեսադաշտում, այսինքն ունենք նմանատիպ տվյալներ, բնականաբար իրավապահ համակարգը պատրաստ է դրան, որևէ բան անհասկանալի կամ նոր չէ մեզ համար, այս ընթացքում էլ բավական տարբեր process-ներ եղել են, դրանք բոլորը մեր թիրախում են, մեր դիտակետում են եւ ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի կամ ցանկացած ինչ-որ process-ի պատրաստ է իրավապահ համակարգը եւ գնալու է այդ process-ները ճիշտ եւ պատշաճ կերպով կառավարելու ճանապարհով։ Եվ վերջում գիտեմ, որ չարաշահում եմ ձեր ժամանակը արդեն, բայց ինչ եք կարծում, հանրային ընկալումներում որևէ բան փոխվել է, վերաբերմունք առհասարակ փոխվել է ձեր ղեկավարած կառույցի հետ կապված, ոստիկանի հետ կապված, այսօր քաղաքացին կաշկանդվածություն ունի որևէ խնդրի դեպքում դիմել ոստիկանություն, դիմել իրավապահ համակարգին, մենք գիտենք, որ քիչ չեն դեպքերը, երբ այդ երկաթյա վարակույրը կա եւ մարդիկ կաշկանդված են կամ առնվազն վախենում են դիմել ոստիկանություն, մտածում են, որ իրենց խնդիրը լուծվելու փոխարեն կարող է կրկնապատկվել, այսօր այդ խնդիրները կան։ Ես իհարկե իմ դիրքերից շատ սուբյեկտիվ կլինի որևէ գնահատականներ տալ, դրա համար խոսքս կկառուցեմ հենվելով փաստերի վրա, կրկին, որովհետև փաստերն են ամենախոսուն ապացույցները այս տեսանկյունից։ Մենք վերջերս հանրայնացրեցինք ԵԱՀԿ-ի կողմից անկախ փորձագիտական հարցման արդյունքներ, որտեղ որ ոչ թե նախարարության կողմից, այլ անկախ փորձագիտական կազմակերպության կողմից իրականացվել էր հարցում, ընդ որում դիտարկվել էր թե ներքին գործերի նախարարության նկատմամբ վստահության մակարդակը քաղաքացիների կողմից եւ թե նաեւ ոստիկանության գործընկերները բացառել են այնպիսի կարծիքների հաշվառումը եւ հաշվարկը ընդհանուր հանրագումարում, որտեղ որ կամ ոստիկանի են օրինակ զանգահարել կամ ոստիկանի հարազատի կամ որևէ բարեկամի կամ ծանոթի են զանգահարել, այսինքն դրանք ամբողջովին դուրս են բերվել ընդհանուր հարագումարից, որպեսզի պատկերը շատ ավելի մաքուր լինի, չակերտավոր։ Եվ ես ուզում եմ փաստել, որ այդ հարցման արդյունքներով աճել է ներքին գործերի նախարարության նկատմամբ վստահության մակարդակը, աճել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը, ընդ որում զուգահեռ նորից փաստական տվյալ որպես 2026 թվականի փետրվարին հանրայնացվեց նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հարցումները, կրկին ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը աճել է, ընդ որում վստահության մակարդակի աճին զուգահեռ դժգոհողների թվի ցուցանիշի նվազում ունենք, սա էլ է կարևոր։ Այսինքն ունենք աճ, բայց զուգահեռ այն անձինք, ովքեր կամ չեն կողմնորոշվել նախորդ հարցումներով, կամ դժգոհ են եղել ոստիկանության կամ նախարարության աշխատանքից, այսօր նրանց թիվը գնալով նվազում է։ Հիմա սա փաստական տվյալներն են, եւ ես սրա վրա կառուցելով խոսքս ուզում եմ նշել, որ ես չեմ կարող ասել այլ բան, քան այն, որ այո, ներքին գործերի նախարարության ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունն աճել է, եւ սա այլևս փաստ է։
Սա ցույց է տալիս թե այս հանրային հարցման արդյունքները եւ թե նաեւ քաղաքացիների հետ մեր շփումները, որովհետեւ հանրային տիրույթից դուրս կա նաեւ քաղաքացու հետ ուղիղ շփում ի վերջո եւ մեր քաղաքացիները նաեւ տարբեր առիթներով թե դրական արձանագրումներն են փոխանցում եւ թե նաեւ այն բոլոր դժգոհությունները կամ խնդիրները, որոնք որ օբյեկտիվորեն արձանագրված են։ Հիմա սրա կողքին ես բավարար համարում եմ մեր աշխատանքը թե ոչ, իհարկե ես դեռևս չեմ կարող բավարար համարել մեր աշխատանքը, որովհետև ով է ասել, որ 61% կամ 75% գոհունակության ցուցանիշը բավարար է։ Ոչ։ Ես նորից եմ ուզում շեշտել, որ մենք շատ հավակնոտ նպատակներ ենք մեր առջև դրել եւ ներքին գործերի նախարարության ձևավորումը, ոստիկանության կառուցվածքի փոփոխությունը մեզ պիտի թույլ տա հասնել առավելագույն բարձր արդյունքին հանրության հետ վստահության տեսանկյունից, որովհետեւ ինչու ենք մեկնարկել մենք ռեֆորմները առհասարակ, որովհետեւ կար հստակ խզում հանրություն ոստիկանություն հարաբերությունների միջև։ Չկար այն վստահությունը քաղաքացիներից դեպի ոստիկանություն եկող, որ թույլ կտար մեզ որպես իրավական պետություն ասելու, որ այո, ոստիկաններն իրականացնում են իրավաչափ process եւ մեր հանրությունը վստահում է ոստիկանությանը։ Դրա համար էր մենք իրենք այս անդունդը, ջրբաժանը շատ հստակ ընդգծված հատկապես մինչեւ ոստիկանության ոլորտի բարեփոխումների մեկնարկը։ Այս տրամաբանության մեջ այո, խնդիրների հետ մեկտեղ ունենք մենք վստահության բավական բարձր մակարդակ քաղաքացիներից եկող եւ ես ուզում եմ փաստել, որ մենք անընդհատ խոսում ենք հանրություն քաղաքացի վստահության մասին, կապի մասին, մեր ոստիկանների առօրյա աշխատանքն է նաեւ, որ ձևավորում է այս մակարդակը։ Որովհետև նույն ոստիկանության գվարդիայի ձևավորման ժամանակ ես հստակ մեր ծառայողներին ասել եմ, որ մեր նպատակը որպես պետություն քաղաքացուն պետությունից պաշտպանելը չէ, կամ պետությունը քաղաքացուց պաշտպանելը չէ։ Մեր նպատակը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով։ Եվ քաղաքացին պիտի զգա, որ կա պետություն, ով պաշտպանում է իր իրավունքները, ընդ որում թե այն քաղաքացին, ում իրավունքները խախտվել է, եւ թե այն քաղաքացին, ով որ խախտել է մյուս անձի իրավունքները։ Այսինքն մենք պիտի բալանսավորված այս երկու թևերը կարողանանք պաշտպանել եւ օբյեկտիվ պատկեր ձևավորել հանրային ընկալումներում։ Եվ վերջում գիտեմ, որ շատ տեղ եք տալիս նաեւ կանանց համակարգում։ Ինչ պատկեր ունենք նաեւ այդ իմաստով եւ ինչ փոփոխություն են իրենց հետ բերում կանայք։ Արդյոք հետաքրքրվածությունը համակարգով, ոլորտով կանանց մոտ էլ գնալով բարձրանում է։ Ինչ է փոխվում այս իմաստով նաեւ հանրային ընկալումներում։ Իրականում բավական աճել է նաև համակարգում առհասարակ ներքին գործերի նախարարության համակարգում կանանց ներկայացվածությունը եւ ես ուզում եմ փաստել, որ մենք ոչ թե արհեստականորեն գնում ենք երկու սեռերի ներկայացվածության ճանապարհով, այլ հասկանում ենք դրա բովանդակությունը, որովհետեւ հատկապես ոստիկանական աշխատանքի տեսանկյունից մենք պիտի ընդունենք, որ երկու տարբեր սեռերի ընկալումները եւ դրանց կոլեկտիվ ներկայացվածությունը համակարգում կարող է տալ ճիշտ լուծումներ, խնդրի ճիշտ իրավիճակային լուծումներ, ինստիտուցիոնալ ճիշտ կառուցվածք համակարգում, մտածողության, մեթոդների, եղանակների տեսանկյունից եւ մենք նկատում ենք այս մեթոդը հատկապես բարեկային ծառայության օրինակով։ Երբ որ կարգախմբում ունենք ներգրաված թե կին, թե տղամարդ ծառայողներ, մենք նկատում ենք, որ իրենք շատ ավելի սինխրոն են աշխատում, շատ ավելի ճիշտ են հարցերին լուծումներ տալիս, շատ ավելի ադեկվատ են ռեակցիաները այդ պահին, որովհետև երկու սեռերի մասով կա հավասար ներկայացվածություն, տարբեր դիտանկյուններից երկու ծառայողներ իրար հետ քննարկում են իրավիճակը եւ գալիս են ճիշտ հանգուցալուծմանը։ Ուզում եմ փաստել, որ բավական մեծ հետաքրքրվածություն կա ներքին գործերի նախարարության համակարգ դեպի կադրերի տեսանկյունից, որովհետև վերջերս նաև գործատուների շրջանակներում հարցումներ են իրականացրել եւ ներքին գործերի նախարարությունը հայտնվել է Հայաստանի Հանրապետության ամենագրավիչ 50 գործատուների շարքում, ընդ որում կրկին անկախ փորձագիտական քննարկմամբ է եղել այս գնահատումները եւ կարծում եմ սա եւս դրական ազդակ է մեր հանրությանը եւ նաեւ մեր հանրությունից դեպի ՆԳՆ եկող վստահության տեսանկյունից կարեւոր ցուցիչ է, որ ցանկություն կա համակարգ տեղավորվելու եւ համակարգում աշխատելու, իրենց նպաստը բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների տեսանկյունից եւ պիտի շարունակենք այս ուղղությամբ աշխատանքը, որովհետեւ կրկին, քանի որ երբ որ մենք խոսում ենք կարծրատիպերի մասին, կարծրատիպերը մեկ օրում չես կարող կոտրել։ Երկար, հետևողական, սրտացավ աշխատանքի անհրաժեշտ եւ ես ուրախությամբ եմ փաստում, որ մենք կարելի ասել որոշակի տեղաշարժ ունենք այս տեսանկյունից եւ թե տղամարդ գործընկերներն են պատրաստական ընդունելու կին ծառայողների համակարգ եւ կին ծառայողները եւս ցանկություն ունեն աճելու, զարգացնելու իրենց կարիերան եւ հայտնվելու նաեւ ղեկավար պաշտոններում։ Ունեցել ենք ղեկավար պաշտոններում նշանակումներ, թեև ոչ այն թվով է ինչ որ ակնկալիքը կա, բայց ես սրա կողքին չեմ ուզում մոռանանք, որ մենք չենք գնում արհեստական ներկայացվածության ճանապարհով նորից եմ շեշտում։ Եթե կան
կին ծառայողներ, որոնք պատշաճ իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները եւ արժանի են նշանակման, վստահաբար կնշանակվեն։ Եթե կան տղամարդ ծառայողներ, որոնք որ արժանի են կոնկրետ պաշտոնում նշանակման, նրանք պիտի նշանակվեն տվյալ պաշտոնում։ Այսինքն արժանին պիտի նշանակվի կոնկրետ պաշտոնում, անկախ սեռից, իհարկե, այստեղ պիտի գնանք նաեւ բալանսավորված որոշակի լուծումների հետևից, որպեսզի իմ ասած կոլեկտիվ ինտելեկտի, կոլեկտիվ տրամաբանության լուծումները մենք կարողանանք առավելագույնս քաղել եւ օգտագործել պրակտիկայում։